Որպես հերոս հարկատու ինչպես եք վերաբերում այն փաստին, որ կառավարությունը ձեր վճարած հարկերից 7.5 միլիոն դրամ է հատկացրել, որ թուրք լրագրողները շրջեն Հայաստանում, հերքեն ցեղասպանությունը եւ Երևանը թուրքական քաղաք ներկայացնեն։ Շատ վատ, ոչ թե վատ, այլ շատ վատ։ Հետա։ Շնորհակալություն։ Նման հարցերով հասարակ մարդկանց հարց եք տալիս։ Մենք կարող է շատ ինչ-որ մի հատ սխալ պատասխան տանք, հասկանում եք։ Այդ հարցերին պատասխանելու համար թե ում են տրամադրել, ինչ են արել, պետք է տեղեկացված լինես։ Ոնց կարելի է խոսել մի բանի մասին, երբ որ տեղեկացված չես, դու լիարժեք։ Դրա համար ես գտնում եմ, որ ավելի լավ է այս պահին չպատասխանեմ ձեր հարցին։ Շնորհակալություն։ Ես մի քիչ քաղաքականությունից հեռու եմ, բան չեմ կարող ասեմ, կներեք։ Լավ չեմ վերաբերում, շտապում եմ կներեք։ Երևանը Շատ վատ։ Դե լավ չեմ վերաբերում, բայց ոնը թոշակառներ թոշակը բարձրացնել, ընդհանրապես ձայն չհանել։ Ռուսաստանը պատերազմի մեջ է, բայց էլի բարձրացնում են թոշակները, ժողովրդին նայում են։ Իսկ մեր մոտ ժողովրդին չեն նայում։ Որպես հերոս հարկատու ինչպես եք վերաբերում այն փաստին, որ կառավարությունը ձեր վճարած հարկերից 7.5 միլիոն դրամ է հատկացրել, որ թուրք լրագրողները շրջեն Հայաստանում, հերքեն ցեղասպանությունը եւ Երևանը թուրքական քաղաք ներկայացնեն։ Ես պարզապես այդ կառավարությանը կասեի թող հեռանան ավելի շուտ։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Շատ վատ, խայտարակություն է, գնդակայել է պետք այդ մարդը։ Ես գործ չունեմ դրա հետ։ Նորմալ եք վերաբերում։ Չգիտեմ, չեմ կարող պատասխանել դրան։ Ասելու բան չկա, ինչ ուզում են անում են, ինչ կապ ունի։ Տան գուրքահարկը 300-400% թանկացրել են։ Դրանից ինչ սպասես, սպասելու բան ունեք։ Եվ այդ հարկերից ձեր վճարած թուրքերի նվիրում են։ Հիմա Գյումրիում ընտրություններ են լինելու չէ։ Կամ Էրդողանին են ձայնը տալու, կամ ԿՊ-ին, չէ՞։ Նույնն են, ոչ մի տարբերություն չկա։ Թալան, մտել էր մարդկանց գրպանը, որոշ մարդկանց գրպանը ծակա, չէ՞։ Հավոր վիճակա։ Ինչ ուզում են անում են, ինչ ուզում են։ Մարդ կա, չկա, երկիր կա, իրենց համար նշանակություն չունի, բոլորովին։